Երկարուձիգ տարիներ քաղաքական լրագրությամբ եք զբաղվել, այսօր ինչ է շնչում իշխանությունը եւ ինչի է պատրաստ, արդյոք ինչի համար որ հավաքվել են քաղաքացիները, այսօր իրենց նպատակին հասնելու են, արդյոք դրան է միտված նաեւ հենց իշխանությունը։ Եթե ասենք, որ քաղաքացիների հավաքվելով ու քաղաքացիների ձայնը լսելով իշխանությունները ինչ-որ գործողությունների կգնան օրինականության դաշտում, ապա դա կլիներ ժողովրդավարություն, ժողովրդի կարծիքը հաշվի առնել, բայց վերջին 8 տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես առաջնորդվում է իշխանությունը պահելու տրամաբանությամբ, այսինքն հանուն իշխանության նա հատել է բազմաթիվ կարմիր գծեր, ռեպրեսիաների այն մեքենան, որ հիմա աշխատում է, ռեպրեսիոն մեքենան պետական, դա խոսում է այն մասին, որ մենք գլորվում ենք, մի քանի անգամ ասել եմ, այլանդակ ավտորիտարիզմ ու այդ ճանապարհին Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում ոչ ժողովրդի կարծիք, մի ժամանակ նախկինների ժամանակ կար այսպիսի մի հասկացողություն, որը կոչվում էր միջազգային հանրություն, միջազգային կազմակերպություններ, Եվրախորհուրդ, Եվրամիություն, դեսպանատներ, որոնք եթե ոստիկանատներից մեկի գլխից մի մազ ընկնում էր, հազարանոց շուխուր էին դնում, հիշում եք, հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հոգևոր սրբազաններ, բարերար, մեծահարուստ, այլ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, որոնք դատվում են, դատել են, կալանավորվել են խոսքի համար, բայց ժողովրդի կարծիքը մի կողմ, բայց այդ կազմակերպությունները որևէ ձայն չեն հանում, որևէ քննադատություն չկա, իմ մոտ տպավորությունը, որ իրենք նույնիսկ ողջունում են։ Մենք նման մի բան տեսանք, 24 թվական, եթե չեմ սխալվում, ազգային ժողովի դիմաց Բաքրատ Սրբազանի այդ ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները դիմեցին բռնության, ինչ ասեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը, որը նախկինների ժամանակ ինչպիսի քննադատությամբ էր վերաբերվում ոստիկանության գործողություններին, եթե անգամ դրանք լինեին ավելի մեղմ։ Այսինքն իմ մոտ տպավորությունը է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կարծիքը դե բնականաբար իրեն առլևս հետաքրքիր չէ, իրեն պետք էր այդ մասով կամ որպեսզի իշխանության գա, հետո արդեն ասեց, որ արդեն կանեմ այնպես, ինչպես թելադրում է իմ իշխանությունը պահելու տրամաբանությունը։ Հիմա այս ամեն ինչը, որ մենք նայում ենք, պետք է հասկանանք, որ այս մեքենան կանգ չի առնելու, այս մեքենան կհատի հազարավոր կարմիր գծեր, այս մեքենան ավելի այլանդակ դրսևորումներ կունենա, տարատեսակ անձանց նկատմամբ, հասարակական, քաղաքական, հոգևոր, որոնց եթե Նիկոլ Փաշինյանը համարեց, որ սպառնում են իրենց իշխանությանը։ Ու այս իրավիճակում ես միակ լուծումը հանրային հասարակական ճնշումն է, բայց ելի եմ ասում, որ դա երաշխիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը կանգ կառնեն ժողովրդական ճնշման ներքո, մի տարբերակ կա, դա համաժողովրդական զանգվածային ակցիաներն են, որ իրոք ինքը զգա, որ փողոցով ինքը կարող է հեռացվել իշխանությունից, այդ դեպքում կարող է խելքի գալ, բայց դա արդեն ուշ կլինի։ Ինչ եք կարծում, ինքը հետևում է օրինակ այսօրվա ընթացքին, նաև ժողովրդի քանակին, որքան մարդ է հավաքվել, ինչ կոչերով են։ Իրենք նստած հաշվում են, ունեն չէ, այդպիսի հասարակական կազմակերպություններ, նաև ինձ թվում է հատուկ ծառայությունները հատատ հաշվում են, թե ում դատին ինչքան է կա, ինչքան հանրային աջակցություն ունի, դեռևս ինձ թվում է համարում են, որ այդ կրիտիկական պահը չի անցել, այսինքն հանրային ճնշման, զանգվածային բողոքի, բայց իրենք մի բանում են սխալվում։ Դրա համար էլ իրենց մի քիչ բան են զգում, էլի ապահով են զգում, բայց իրենք մի բան չեն զգում, որ բողոքական էներգիան կուտակվում է ժողովրդի մեջ, մարդիկ կարող է ձայն չհանեն, մարդիկ կարող է չգան այստեղ կանգնեն, բայց այդ մարդիկ իրենց մեջ արդեն որոշում ունեն կայացրած, որ այսպիսի իշխանություն իրենք այլևս չեն ուզում տեսնել։ Սա Հայաստանի անկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե եղած ամենաավտորիտար, ամենաբռնապետական իշխանությունն է, որը կարող է մարդուն բանտարկել սոցիալական ցանցում ստատուս կրելու համար։ Եվ վերջում քաղաքական այդ ձեր ասած նույն տրամաբանությունից ելնելով, երբ կարող են այս հարցը մեկ ընդմիշտ փակել, այսինքն վերացնել կալանքի ռեժիմը, դա հավանաբար կլինի ընտրություններից հետո, եթե այդ նույն տրամաբանությամբ, քաղաքական տրամաբանությամբ առաջնորդվենք։
չեմ կարող իսկականից կանխագուշակումներ անել այս առումով, բայց պետք է նաև կարող է ազատ արձակվել, ասենք, եթե համարեմ, որ այս շարժումը կարող է դառնալ իրոք համաժողովրդական ու իրոք սպառնալ իրենց իշխանությանը, երբ փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ կհայտնվեն, ու ոչ միայն բարերարի հետ կապված, մեծահարուստի հետ կապված, այլ նաև ունենք սրբազաններ ունենք, երկու սրբազան կալանավորված է, բազմաթիվ քաղբանտարկյալներ, այսինքն իրենց համար ընդհանուր այդ քաղաքական ռեպրեսիաների, քաղաքական բանտարկությունների դեմ, մարդու իրավունքների պաշտպանության, ընդհանրապես երկրի ներքին թե արտաքին անվտանգության հետ կապված, երբ որ իրենք տեսնեն, որ փողոցները կողողվեն, այդ դեպքում կարող է հետ քայլ անեն, բայց ես ասում եմ, այդ դեպքում իրենց համար կարող է ուշ լինել։ Այս իրավիճակում ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի աչքերին միայն իր իշխանությունն է երևում եւ եթե ինքը համարես, որ իր իշխանությունը պահելու համար կարող է զոհել նաև Հայաստանի շահը, մենք տեսել ենք, որ պատրաստ է դա անելու, այս դեպքում արդեն մարդկանց զոհելը իր համար որևէ խնդիր չի ներկայացնում։